Շաբաթներ առաջ հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ 18 տարվա դադարից հետո հեռուստաէկրաններին է վերադառնում վարկանշային ու սիրված երկու աստղ հեռուստանախագիծը։ Երգչուհի Արմինկան էլ ընկել էր հիշողությունների գիրկը և ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել էր երկու աստղ նախագծի արխիվային կադրերով։ Այդ տարիներին Արմինկան զուգերգերով էր հանդես գալիս դերասան Խորեն Լևոնյանի հետ։ Մեր հասարակությունը ավելի շատ սիրում է այնպիսի արտիստի, ում կկարեկցի, կցավի նրա համար։ Մենք չենք սիրում ուժեղ, վառ անհատականությունների, որոնք առաջնորդ են և որոնց ասածը պետք է ընկալենք ու հետևենք նրանց։ Մեծ մասը մտածում է, որ ինքն էլ է արժանի, որ իր հետևից գնան, իրեն լսեն։ Մենք չենք կարողանում համախմբվել առաջնորդի, նրա մտքերի շուրջ։ Եթե ուշադիր նայենք Խորեն Աբրահամյանի ստեղծած կերպարներին, նրա ապրած կյանքին, նրա մտքերին, կտեսնենք, որ նա մեր ազգի մեծ առաջնորդներից մեկն էր։ Շատերն են ասում, որ նմանություն կա, բայց ես կարծում եմ, որ ասողներից շատերը նաև ուզում են, որ այդ նմանությունը լինի։ Իրականում ես չեմ կարող իր պես լինել, որովհետև ինքը հզոր անհատ էր։ Ես ուրիշ տեսակ մարդ եմ։ Ես դեռ ճանապարհ ունեմ անցնելու և այդ ճանապարհի վերջում, երբ շուռ գամ և հետ նայեմ, այդ ժամանակ կտեսնեմ ով էի, ում էի նման կամ նման չէի, ինչ արեցի, ինչ թողեցի ինձանից հետո։ Խորեն Աբրահամյանը Հայ թատրոնի մեծագույն դերասաններից մեկն է, իսկ ահա Խորեն Լևոնյանը մանավանդ վերջին շրջանում հաճախ հանդես չի գալիս ներկայացումներում, փոխարենը ավելի շատ հեռուստատեսությունում կամ սերիալներում է նկարահանվում։ Եվ անդրադառնալով թեմային, թե արդյոք չի ուզում թատրոն վերադառնալ, դերասանն ասել էր. Սունդուկյանի թատրոնում էի աշխատում, հետո ժամանակի սղության պատճառով դուրս եկա։ 2020 թվականից հետո ինձ համար շատ բան է փոխվել։ Հիմա ինչով էլ որ զբաղվեմ, ուզում եմ նվիրված լինի մեր պայքարին, այն խնդիրներին, որ մեր երկրում առկա են։ Ուզում եմ այդ ուղղությամբ շարունակել, մնացած բաներն այս պահին ինձ խորթ են թվում։ Չեմ կարողանում ուրիշ բանի վրա կենտրոնանալ։ Նախ թատրոնները պետք է պետական պատշաճ հովանավորություն ստանան։ Ամոթ է, երբ ամենացածր աշխատավարձը ստանում են դերասանները։ Դերասաններն էլ երեխաներ ունեն, որոնց կարիքները պետք է հոգան, այնինչ ստանում են 90-ից 120 հազար դրամ աշխատավարձ։ Ցանկացած ֆուտբոլային ակումբի պահեստային խաղացող 4 անգամ ավելի շատ է ստանում։ Բավականին շատ դերեր կան, որ կուզեի խաղալ թատրոնում, եթե Աստված հաջողի և ֆինանսական ներդրում կամ հովանավորություն լինի, այդ դեպքում կփորձեմ մի քանի բան անել թատրոնում, բայց այս պահին չեմ կարող ոչինչ հստակ ասել, որովհետև հիմա իմ մտքում ուրիշ բան է։ Ես նպատակ եմ դրել իմ Աղաջևյանի, Իշխան Ղարիբյանի հետ ստեղծել ենք երգ, որոնք զոհվեցին։ Հետաքրքիր բաներ ենք մտածել, ուզում ենք մեր ասելի կայացնել։ Այդ երգերն էլ կլինեն ֆի-նվնվոց։ Վերջերս նկատում եմ, որ դեպի լաց տանող երգեր են ծնվում և ես որոշեցի այլ ճարքրորդ մասից հետո բոլորիս կյանքը փոխվեց։ Ես նման վատ տարի չեմ ապրել, փորձեմ հասկանանք մենք ինչ ենք ուզում, ինչ սերունդ ենք, կարողացանք սովորական երիտասարդ տղայի մասին